Առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգի շահառու համարվող 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները 2026 թվականին ապահովագրության վճարների հետ կապված էական բեռ չեն զգա, իրականացվեն տարբեր վերաբաշխումներ։ Հունվարի 1-ից ներդրվող համակարգի վերաբերյալ աշխատանքային քննարկման ընթացքում առողջապահության նախարարը տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նշվել է, որ ինչպես այս, այնպես էլ սոցիալական խմբերի քաղաքացիների փաթեթների արժեքը նույն է՝ 129,600 դրամ։ Ի տարբերություն աշխատողների միջև 18 տարեկան, 65 եւ ավելի տարիքի, հաշմանդամություն ունեցող եւ սոցիալական որոշակի շերտերի շահառուների գումարը կվճարվի պետբյուջեից։ Իսկ ինչպես են վճարելու 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները։ Առաջինը, պարոն վարչապետ, զինապահին ուղղվող գումարների կրճատումն է եւ դրանց խնայողությունները դեպի առողջության համապարփակ։ Դրա այդ ձևակերպումն է պատճառը, որ նաեւ ասում է, թե զինապահ հիմնադրամի հաշվին արվելու։ Հիմա այս պետքա պարզաբանենք, նախկինում մենք 21 թվականին պատերազմից հետո հաշվի առնելով իրադրությունը վերլուծելով զինապահ հիմնադրամի պարտադիր վճարները ավելացրել էինք էականորեն, ինչպես պարզվեց նույնիսկ անգամներով, բայց հիմա տեսնում ենք նաև, որ զինապահ հիմնադրամը բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որպեսզի այդ միջոցների կառավարման արդյունքում գեներացված եկամուտները բավարարեն իր խնդիրները լուծելու համար։ Մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար նախկինի նման զինապահ հիմնադրամին ուղղվելու է 1000 դրամ, 5500 դրամի փոխարեն։ Մնացած գումարը 4500 դրամը ուղղվելու է անձի առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորմանը։ Հաջորդ ուղղությունը, պարոն վարչապետ, սոցիալական կրեդիտների հնարավորությունն է։ Համընդհանուր հայտարարագրում։ Այո, եւ այս մասով էլ 200-ից 500,000 դրամ ստացողների համար, պարոն վարչապետ, ձեր հանձնարարությամբ նաեւ փոխել ենք սոցիալական կրեդիտների տարեկան չափի հնարավորությունը առողջապահության ուղղությամբ եւ ամսական թույլ ենք տալու 6000 դրամ հետ ստանալ սոցիալական կրեդիտներից։ Այսինքն այստեղ 4500 դրամ եւ 6000 դրամը ըստ էության ծախսը այդ բեռը քաղաքացին չի զգալու։ 500 դրամ է վճարում։ Այո, քաղաքացին 500 դրամ է վճարել։ Նախարարը նշել է, որ դրա դիմաց քաղաքացին կստանա առողջապահական ապահովագրության փաթեթ, որի փոխհատուցման չափը կարող է հասնել մի քանի միլիոն դրամի մեկ վիրահատության կամ մեկ միջամտության համար։ 2027 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները վճարելու են փաթեթի տարեկան գումարը։ Վարչապետը նշել է, երկարաժամկետում այնպիսի համակարգեր պետք է ստեղծվեն, որպեսզի մարդիկ այս ծախսը կամ չզգան, կամ քիչ զգան։ Փաշինյանի խոսքով ներդրվող համակարգը համընդհանուր է, այլ ոչ թե համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, սակայն ոչ ամեն ինչին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, իրականացվել է վերլուծություն եւ առանձնացվել են այն հիվանդությունները, որոնք ամենահաճախ հանդիպողն են, եւ այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացվել են ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք կյանք փրկող են եւ զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են վաղ հայտնաբերմանը։ Մենք առաջին անգամ շեշտադրումը արդեն տանում ենք կանխարգելման վաղ հայտնաբերման վրա, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի։ Հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում լինելու են սկրինինգային ծրագրեր, որոնք լինելու են պարտադիր եւ ամենամյա։ Վարչապետը նաեւ բարձրաբանել է, թե ինչու է ընտրվել 200,000 դրամ աշխատավարձի շեմը։ Նախ հետեւյալը կա, որ մենք մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 200,000 դրամից ներքև աշխատավարձող սեգմենտում աշխատավարձի ստվերը ամենաշատն է եւ մենք սրանով լրացուցիչ խթան ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիները նաեւ իրենց գործատուներից պահանջեն, որ իրենց աշխատավարձերը ճշգրիտ ֆիքսվի, որպեսզի իրենք մտնեն համակարգի մեջ եւ սա էլի մի ուղերձ է, որ ես ուզում եմ անպայման մեր քաղաքացիները լսեն։ Հետագայում արդեն իհարկե պլանավորում ենք, բայց այս քաղաքական հարց է, որովհետև լրացուցիչ խթան պետք է տանք, որպեսզի աշխատավարձի ստվերային հատվածը կրճատվի եւ մարդիկ գան եւ այդ 200,000 շեմից ավել շեմում սկսեն աշխատել, որպեսզի համակարգից օգտվեն։ Ընդգծելով բարեփոխման կարևորությունը վարչապետը նշել է. Ընենք չի, որ մեկ էլ հաջորդ օրը արթնանալու ենք եւ տեսնելու ենք, որ մեր առողջապահական համակարգը, մենթալիտետը, հարաբերությունները ամեն ինչ փոխվեցին։ Դա պետքա փոխվեն
ժամանակի եւ մեր աշխատանքի ընթացքում եւ մենք այդ խնդիրներից պետք է չվախենանք։ Ամփոփելով քննարկումը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, համակարգը էականորեն փոխելու է մեր երկրում առողջապահության եւ տնտեսության իրավիճակը, բարեփոխումը էական դերակատարություն է ունենալու տնտեսական զարգացում ապահովելու, մարդկանց աշխատանքային ստեղծագործ պոտենցիալը լիարժեք դարձնելու համար։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։